Կառավարության հերթական նիստում որոշում է ընդունվել աջակցություն տրամադրել Արարատի եւ Արմավիրի մարզում գտնվող արդյունագործական ձկնաբուծական 135 տնտեսություններին, որոնք զբաղվում են իշխանի եւ թառափի բուծմամբ։ Անհրաժեշտությունը այս ծրագրի պայմանավորված է ձկան եւ ձկնամթերքի արտահանման սահմանափակումների արդյունքում որոշակի ֆինանսական դժվարություններով, որոնք ունեն ձկնարդյունաբերողները, որպեսզի դրանք մեղմենք, որպեսզի նրանք կարողանան մի կողմից ինքնարժեքը իջեցնելով հնարավորություն ունենալ ներքին շուկայում որոշակի գներ իջեցնել եւ դրանով նաեւ մենք կարծում ենք սպառումը ավելացնել եւ միևնույն ժամանակ իհարկե արտաքին շուկաներում էլի ինքնարժեքի իջեցմամբ հնարավորություն ունենան նոր շուկաներ կարողանան գտնել, որպեսզի նոր շուկաներում մտնեն։ Դիվերսիֆիկացիա տեղի չի ունեցել հիմնականում մի պատճառով, որովհետեւ գնալ դիվերսիֆիկացիայի ճանապարհով նշանակում է գնալ արդյունավետությունը, արտադրողականությունը, ստանդարտները բարձրացնելու ճանապարհով։ Նույն ձկնաբուծական ոլորտի հետ կապված ես ասեմ, ես խնդրել էի Պեկին, ինձ հետաքրքիր էր օրինակ ոլորտը ինչքան հարկ է գեներացնում։ Եվ պարզեցի, որ տարեկան հարկերը ձկան արդյունաբերության 2.5-ից 3 միլիարդ դրամի շրջանակում են տարեկան։ Իսկ եթե հետահայաց նայենք, թե այս ընթացքում ինչա տեղի ունեցել անգին մի ռեսուրսի արտեզյան ջրավազանի հետ եւ մի կշերքի նժարին դնենք նա, մյուս նժարին դնենք նա, մի սարսափելի պատկեր կստանանք, թե ինչպես ենք մենք մեզ հյուծում, ինչպես ենք մենք մեզ սպառում։ Կարսի առևտրի եւ արդյունաբերության պալատի նախագահ Քադիր Բոզանը հայտարարել է, որ սահմանների բացման դեպքում Հայաստանը կարող է դառնալ Թուրքիա ներկրվող ծաղիկների նոր մատակարարը։ Նրա խոսքով հայ-թուրքական գործարարների միջև արդեն սկսվել են բանակցություններ, իսկ հայկական ծաղիկների նմուշները ներկայացվել են թուրքական ընկերություններին։ Նա նաև հայտնել է, որ սահմանների բացումը կարող է ընդլայնել առևտրային համագործակցությունն ու բարելավել տարածաշրջանային կապերը։ 6 ամիս ժամկետով արգելք է սահմանվել Հայաստանի տարածք տոմատի մածուկ ապրանքատեսակի ներմուծման վրա։ Այսպիսով կավելանան տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման ծավալները, կմեծանա լոլիկի նկատմամբ պահանջարկը, որի արդյունքում մթերման համար առաջարկվող լոլիկի բերքի մթերումը կիրականացվի ամբողջ ծավալով, ասված է հիմնավորման մեջ։ 2026-ի հունիսին 2025-ի հունիսի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում աճել է 7.7%-ով։ Տնտեսական ակտիվության հիմնական շարժիչ ուժերն են մնում շինարարության եւ ծառայությունների ոլորտները, ինչպես նաեւ արդյունաբերությունը։ Առավել բարձր ցուցանիշներ են արձանագրվել հունվար-հունիս ամիսների կտրվածքով։ Անդրադառնալով agrarային ոլորտին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում առկա են որոշակի խնդիրներ։ Երկար ժամանակ մենք նաև գյուղատնտեսությունում առանց ընթացիկ խնդիրների ունեինք որոշակի նվազման պրոցեսներ եւ այդ ամեն ինչը կապված էր առաջին հերթին գյուղատնտեսության տեխնոլոգիաների հետ, ընդգծել է վարչապետը։ Հաստատվել է ձկնաբուծարանների աջակցության ծրագիրը։ Նախագծով նախատեսվում է աջակցություն տրամադրել Արարատի եւ Արմավիրի մարզերի արդյունաբերական ձկնաբուծական 135 տնտեսությունների, որոնք զբաղվում են իշխանի եւ թառափի բուծմամբ, ինչպես նաեւ բեղմնավորված ձկնկիթի ու խավիարի արտադրությամբ եւ հանդիսանում են ավելացված արժեքի հարկի վճարողներ։ Աջակցությունը տրամադրվելու է միանվագ փոխհատուցման ձևով 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ձեռք բերված ձկան կերի 1 ամսվա միջին արժեքի 20%-ի չափով, 1 կիլոգրամի հաշվարկային արժեքը 900 դրամ։ Ջերմոցային տնտեսության առանձին ապրանքատեսակների արտահանման աջակցության ծրագրի շրջանակում հատկացվել է եւս 1 միլիարդ 710 միլիոն 900 հազար դրամ։ Օգոստոս ամսվա փոխհատուցվող ապրանքատեսակների ցանկը համալրվել է խնձորով, տանձով, խաղողով, թզով, ազնվամորիով, մորիով, հոնով եւ տոմատի մածուկով, ինչպես նաեւ վերանայվել են նախորդ ամիսներին առանձին ապրանքների համար տրամադրվող փոխհատուցումների գումարները։ Հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի վարչական տարածքում կազմակերպված միջոցառումների արդյունքում ոչ սահմանված եւ ոչ նախատեսված վայրերում առևտրի իրականացման համար կազմվել են համապատասխան արձանագրություններ, կազմակերպելով առգրավման գործընթաց, մոտ 8 տոննա տարբեր ապրանքատեսականի։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
ԻՄԱԻԴ-ի համակարգը 2026-ի հուլիսի 31-ին ժամը 22-ից մինչև օգոստոսի 1-ը ժամը 9 կլինի անհասանելի տեխնիկական եւ ծրագրային վերազինման աշխատանքների իրականացման նպատակով։ Այս մասին տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ծագման ապրանքների Ռուսաստանի շուկա արտահանման խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը օրեր առաջ պաշտոնապես այսպես մեկնաբանեց Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը։ Մի կողմից տարբեր կառույցների մակարդակով հայտարարվում է, թե Հայաստանը դուրս է գալիս արտահանման նոր շուկաներ, մյուս կողմից Ռուսաստանին խնդրում է վերանայել սահմանափակումները։ Վարչապետ Փաշինյանն այստեղ հակասություն չի տեսնում։ Խնդրել եմ այս տրամաբանությամբ, որ ես չեմ ընդունում, որ կամ հարաբերությունները էքսկլյուզիվ են, կամ էլ չկա հարաբերություն։ Ես խնդրում եմ եւ որ մեր դիրքավորմանը մոտենան ըմբռնումով եւ հարգանքով, մանավանդ որ գործնականում դրա լեգիտիմությունը կասկածի տակ չի առնվում։ Ասում եմ, որ այո, դուք իրավունք ունեք ունենալ այլ ընտրանքներ, բայց այսօր որոշեք, թե որ այլ ընտրանքն եք ընտրում։ Ես ասում եմ, այն այլընտրանքը դեռ ձևավորված չի, սկսվել այլընտրանքը ձևավորելու process-ը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկաթուղու հարցը չի քննարկվել, բայց թեմայի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը եւս չի փոխվել։ Երկաթուղին Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Փաշինյանն ասում է, հարցին բարեկամական լուծում են տալու, անհրաժեշտ լինի արբիտրաժային դատարան կհասնեն։ Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա այդ երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես ինքը նպատակահարմար է գտնում։ Ես ուզում եմ շատ հստակ լինել այս հարցով։ Այլ ընտրանք չկա սրան։ Արտաքին տնտեսական խնդիրներից անցում ներքին խնդիրներին։ Արարատ ցեմենտի շուրջ աղմուկը դեռ չի մարել։ Հայաստանի ցեմենտ արտադրող ձեռնարկությունների արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 2.5 միլիոն տոննա։ Արարատ ցեմենտի նախագծերից մեկի համաձայն էլ գործարանի արտադրողականությունը տարեկան 1.2 միլիոն տոննա է։ Այսինքն Հայաստանում արտադրվող ցեմենտի գրեթե կեսը ապահովում է Արարատ ցեմենտը։ Ու չնայած տնտեսական նման գերակայությանը գործարանի աշխատանքը մի քանի օր ընդհատվել էր։ Ոչ մի աշխատատեղ չի փակվել, հիմա նույն Արարատ ցեմենտում ընդհատվել էր process-ը, հիմա շարունակվում է, հիմա նաև ժամանակավոր կառավարիչ կնշանակվի, բոլոր տեղերը, որտեղ անհրաժեշտություն կա որոշակի կասեցում, մի քանի օր ինչ որ մի ժամանակաշրջան կբացվեն, կաշխատեն։ Արտաքին տնտեսական վեկտորների դիվերսիֆիկացում, զուգահեռաբար ներքին արտադրողականության կայունության ապահովում։ Կառավարությունից վստահեցնում են, թե միջազգային հարթակներում, թե տեղական տնտեսվարողների հետ հարաբերություններում պետական շահով են առաջնորդվում։ Երևանի ծառերի մոտ 30%-ը մոտեցել են կենսունակության ավարտին եւ ենթակա են փոխարինման։ Այս մասին հայտարարել է Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ի տնօրենը։ Նրա խոսքով յուրաքանչյուր ծառահատումից առաջ իրականացնում են ուսումնասիրություններ, իսկ ամռանը շարունակել են վտանգավոր ու չորացած ծառերի հեռացման աշխատանքները։ Աշնանը Սևանի կողմից դեպի Երևան տանող հատվածում շուրջ 3 հեկտար տարածքում կհիմնվի նոր ուրբան անտառ, ինչպես նաեւ կշարունակվեն ծառատունկի աշխատանքները։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Լոռու մարզում հարսանյա ծառարողությունից հետո սննդային թունավորման ախտանիշներով բուժօգնության դիմացների թիվը հասել է 22-ի, իսկ մի քանի բուժառուի մոտ հաստատվել է ստաֆիլոկոկ։ Բոլոր հիվանդները մասնակցել են Ճոճկան գյուղում անցկացված հարսանյաց հանդիսությանը, հետազոտությունները շարունակվում են։ Արաբական Միացյալ Էմիրություններից Ռուսաստան է արտահանձնվել 2.2 միլիոն հետևորդ ունեցող հայազգի բլոգերը, ով մեղադրվում է ներդրումների անվան տակ իրականացված ենթադրյալ խարդախության մեջ։ Ռուսաստանի իրավապահների տվյալներով նա հանցակիցների հետ 2020-ից մինչև 2021 թվականների ընթացքում քաղաքացիներից հափշտակել է 85,000 ռուբլի, խոստանալով բարձր եկամտաբերություն։ Բլոգերը նախկինում կալանավորվել էր, ապա նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում եւ 2023 թվականից ձերբակալված էր Միացյալ Էմիրություններում։ Հուլիսի 29-ին արտակարգ դեպք է եղել մայրաքաղաքում Սախարովի հրապարակին հարակից հատվածում փտած ծառ է տապալվել։ Ընկել է կայանված Nissan Rouge-ի վրա, իսկ կանաչ ճյուղերը ընկել են կայանված Kia-ի վրա։ Տապալման հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարերը, երկաթեսյունը, որի վրա ցուցանակ է եղել։ Սակայն ով է փոխհատուցելու Nissan-ի վարորդին պատճառված նյութական, ինչը բավականին խոշոր չափ է
նյութական վնասը դեռևս հայտնի չէ։ Բարեբախտաբար տուժածներ չկան, փրկարարության Երևանի շրջփրկարարական ջոկատի փրկարարներն են ժամանել, նաև երկխաղլույս ընկերության ներկայացուցիչները։ Իսկ Երևանի քաղաքապետարանի կանաչապատում ու շրջակա միջավայրի պահպանություն ՀԱԿ-ի աշխատակիցները տապալված ծառը մասնատել ու այլ վայր են տեղափոխել։ Ինքը ամբողջությամբ կանաչ ծառ է։ Տպավորությունն է, որ ինքը առողջ է, բայց հիմքն է, չէ՞ էդի։ Քոքը թե հիմքը։ Իսկ քոքը ամբողջությամբ փտած է։ Հուլիսի 30-ին Զոլաքար բնակավայրից Վարդենիկ բնակավայր տանող ճանապարհին 22-ամյա հովիկը Մերսեդեսով բախվել է կայանված Ford Transit բեռնատարին։ Հետո դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշին, հայտնվել դաշտում։ 22-ամյա հովիկը վնասվածքներով տեղափոխվել է Մարտունի բժշկական կենտրոն։